Գիտեք ժողովուրդ, որ Ռուսաստանում ֆուրը Կրասնոդարից մինչև Մոսկվա ավելի թանկ է վճարում տրանզիտի համար, քան Վրաստանից Հայաստան, նույն ֆուրը։ Ոնց որ բարի օր, ժողովուրդ ջան։ Այս մի քանի հարցեր կա են շատ էլի, անցածի մեծ հաղորդմանը ուզում եմ պատասխանեմ նամակներում, որտեվ մեր ժողովուրդը շատ լավ է գտնում ամեն ինչին արդարացում էլի։ Բացի իրաց խալը չի ուզում ընդունի, մենք հիմա ես երկու հատ սկրինշոթ եմ դնում։ Նայեք, այս առաջի սկրինշոթը։ Սա բանի գինն է։ M4 դոն այդ պլատնի ճանապարհը էլի։ Տես 12000 ռուբլուց մինչև 14000 ավել, համարյա 15000 ռուբլի։ Մի հատ ֆուրի վճարն է, որ գա հասնի Մոսկվա։ Սա $150 ավել փող է անում, էլի ռուբլով։ Հիմա եկեք նայենք ինչ արժի Վրաստանից Հայաստան տրանզիտը։ Հեսա։ Տեսակ $130։ Տեսնում եք, որ այս ամեն ինչը արդարացումներ է, արդարացում։ Պարզապես մենք միշտ սիրում ենք ամենտեղ արդարացնենք, մեր սխալը գտնենք ուրիշտեղ խավության նոխազ։ Ես համոզված եմ, այս համեմատությունը դուք նոր ինձանից լսեցիք առաջի անգամ շատերը։ Այս ձևի ճանապարհներ Եվրոպայում էլ կա։ Բայց չգիտես ինչի, մենք մեր մոտ այդ սառնարանի թանկ գինը կամ մեր ներսի շուկայի ամեն ինչ որ թանկ է, մեղքը գցում ենք բանի վրա, ԵԱՏՄ-ի վրա, տրանզիտի վրա, ինչ որ 15% բանի վրա, ակցիզի վրա։ Դուք մի հատ նայեք, սովորական բենզինը, բենզինի վրա Հայաստանը ամեն պետություն ինչքան ակցիզ է ավելացնում, ծխախոտի վրա ինչքան է, ալկոհոլի վրա ինչքան է ակցիզ ավելացնում, դա քո ներսից դու ես այդ ամեն ինչը անում։ Քո ներսի քաղաքականությունը, հարկային քաղաքականությունն է պետության ներսի։ Այլ ոչ թե ԵԱՏՄ-ի, հասկանում ես։ Դու վերցրու սովորական նայիր, ինչքան գործարարներ կան մեր մոտ, ամեն մեկը մի բանի վրա ձեռքը դրած ունի։ Սրա մասին ոչ մեկ չի խոսում, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, որտեղ ամենտեղ կան իրանց այդ մաֆիաները, կարտելները։ Իսկ մենք շատ լավ կարողանում ենք բոլոր մեր մոտ, որտեղ մի անուղեղ այդ մասսան մի տեսակ, ես չգիտեմ ոնց է բուծվել, ու այդ լրատվականները, հենց բլոգերներ, շատ հրապարակային մարդիկ նրանք են ձևավորել, որ դուք գտնեք խավության նոխազ ամենտեղ։ Ով է մեղավոր։ Մենք մեր իշխանությունը սուրբ է, բանա, մեղավորը բանն է։ ԵԱՏՄ-ն է։ Երբ որ այդ նույն մեքենաներ ամբողջ այդ արտադրությունը որ կար, ինչ որ պետք է, էլի սովորական լայն հասարակությանը կար արտադրվում էր Ռուսաստանից ու գալիս էր։ Ոչ էլ շատ բարձր գներով։ Ես համեմատել եմ նույն Ռուսաստանի սուպերմարկետը եվրոպական սուպերմարկետների հետ։ Ձեթնա, ձունա, միսնա, ամեն ինչ։ Այստեղ ավելի էժան է, դες ներկայացնում են իբր ընդեղ ամեն ինչ էժան ու դրա համար է մեր մոտ թանկ, որտեղ գալիս է Ռուսաստանից, ոչ թե Գերմանիայից։ Սխալ է դա։ Այ հիմա Եվրոպայում ապրող մարդիկ կան ձեզանից, եկեք գնացեք սուպերմարկետը նկարեք, մի հատ դնում ենք, համեմատում ենք, ես դնում եմ Ռուսաստանի գնի հետ եմ համեմատում, մի հատ էլ Հայաստանի գնի հետ։ Ու տեսեք ո՞րն է դրա տարբերությունը։ Ու ինչքան կլինի կիլոմետրով, որ Ռուսաստանից այդ ապրանքը մտնի Հայաստան, կամ ինչքան կլինի, որ Գերմանիայից մտնի Հայաստան։ Այս ամեն ինչը սրանք կեղծ ուղղություն է, որ դուք ձեր ուղեղը լցրել եք դրանով։ Մեր բոլոր սխալներում մեղավորը գցենք ուրիշնա գցենք, այն արևմտյան են 100 տարի առաջ մեղավորը Անտանտի երկրներն էին, Ֆրանսիան էր մեղավոր, որ այդ Վերսալյան բանը մեր այդ Վիլսոնյան Հայաստանը չտվեցին, մեր կողքը չկանգնեցին, բրիտանական նավատորմը մեր լեռները չբարձրացավ, փոխարեն ասենք դաշնակներ մեղավոր։ Մենք նույնը Ղարաբաղը կորցրեցինք արա 44 օրում եկավ տարավ կապիտուլյացիաներն էլ վրա ստորագրել է տալի մինչև հիմա։ Նյուրնբերգ անցկացրեց Ադրբեջանը իր մոտ, ով էր մեղավոր։ Հապկներ մեղավոր, ռուսներ մեղավոր, չգիտեմ այնտեղ Բայդեններ մեղավոր, քնած էր չջոգեց, ոնց եղավ այդ տեղը հանումը, ամեն մեկը մեղավոր էր, բացի մեզանից։ Մեր սխալ քաղաքականությունից։
Այսօր նայում ես, լսում ես հայկական գյուղմթերքի հետ փայաբաժինը ռուսական շուկայում գրավել է արդեն Ադրբեջանը։ Դե լավ է, մեր ամեն ինչն էլ գրավում է։ Ագնավները այնտեղ գրավեց, հիմա էլ մեր պոլկեկը գրավեց խանութներում Ռուսաստանում Ադրբեջանը։ Կարելի է մենակ ծափահարել Ադրբեջանին։ Ռուսաստանում փորձեցին մի քանի ադրբեջանցու քթից արուն բերեցին, տեսակ Հայլեաձե ոնց իր երկրի ներսում պատասխանեց Ռուսաստանին։ Բայց քո երկրում դուք այդքան ոռ ունեք անեք, արա։ Հետո մեկն էլ ես ասում եմ ադրբեջանցիք վատ են, Ալիևը բանա մեյմունություն է անում։ Մարդը արեց։ Մենք ընկած խոսում ենք բանի մասին, Նյուրնբերգի մասին, Թուրքիային դատապարտելու, հայկական ցեղասպանություն ճանաչելու, հայկական Նյուրնբերգ։ Ադրբեջանը չէր խոսում, իր մոտ վերջերս վերջացրեց ադրբեջանական Նյուրնբերգը։ Մեր հայ այդ ռազմագերիներին դատեց որպես ռազմական հանցագործների։ Շնորհակալ եղեք, որ չկախաղան չբարձրացրեց, էլի ոնց որ գերմանացի քինալի Նյուրնբերգում։ Ով է մեղավոր, չգիտեմ, Տրամպն է, հեսա տեսեք, Տրամպի սեզոնը պրծավ, ասելու ենք Տրամպն էր մեղավոր, Տրամպը չարեց, խոսք տվեց, չաշխատեց, էս արեց, Տրամպն էր մեղավոր, մենք չենք մեղավոր։ Ինձ երեք էր, հա, մի հատ մարդու հետ եմ խոսում, Նիկոլին էր աջակցում, այդ մարդը ես մարդկանց մտածելակերպն էլ եմ ուսումնասիրում։ Ասում է Կոստյա ջան, ճիշտ է այդ ամեն ինչով մենք էս վիճակում ենք, դե մեզ ռուսը գցեց, մեր կողքը չկանգնեց։ Ասում եմ, լսիր, բայց դու մոռացել ես ինչ էին ասում։ Ռուսը մեզ այդքան պետք չի, ինչքան մենք ենք ռուսին պետք։ Մեր մոտ, մեր հրապարակային դաշտում։ Մենք չլնենք Թուրանը կմտնի Ռուսաստան, Կովկասը կգրավի։ Մեր խոսքերը չի։ Ես դու ինչ ես ռուսին բան ասում։ Ասում է դե հիմա որ Նիկոլը սենց չաներ, այս վարկը չդրսևորեր Միացյալ Նահանգների բանի նկատմամբ, Եվրոպայի իրանք հիմա պահեցին, որ Ադրբեջանը չմտավ, չգրավեց բանը Զանգեզուրը։ Թե չկմտներ կխլեր իր ուզածով, կկտրեր մեզ։ Ասում եղբայր, բայց դու մոռանում ես, որ այդ ամեն ինչին դեմ էր բանը, Պարսկաստանը։ Սենց լսում է, ասում դե բայց Պարսկաստանը ինչ։ Ասում Պարսկաստանը այն, որ այդ մարդը այն գլխից դեմ էր, որ այդտեղ լինի Միչանսկ, Օրիշի, Օտարի տիրապետության տակ։ Մենք աշխատեցին մեր իշխանավորները Պարսկաստանի հետ։ Ես նստած չեմ եղել նրանց դեսպանների հետ հանդիպումներին։ Սենց լսում է, ասում դե չէ։ Բայց ինչի մենք կպանք այն մի տարբերակին, որ մեզ մենակ վնասեց։ Մեզ այդ կողմից ամառվա սեզոնին վրացին պատժեց, ասեց դու ոնց ես Եվրոպա գնում առանց իմ թույլտվության։ Քո ժողովուրդը այնտեղ, մենք մենակ մի տեսակ մեզ ստորացնելու բանի համար պատրաստ ենք, պատրաստ կանգնած ենք, մենք ոնց որ մազոխիստ ենք, մենակ մեզ հալած են այստեղ այնտեղ։ Ասում այսպես չենք մտածել։ Դուք տեսնում եք այսօր Պարսկաստանը, ասում եղբայր, ինչ դիրքերով է դուրս գալիս Ամերիկայի հակամարտությունից։ Քեզ թվում է Պարսիկը թողելու էր, որ Ադրբեջանը գալ այդ Միչանսկը խլեր։ Ինքը սկսեց խոսալ Միչանսկից, նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետից մենք էլ շարունակեցինք։ Ղարաբաղ չկա, ոչինչ չկա, բայց 9-րդ կետը տալիս ենք, այն էլ 26% փայաբաժնով։ Ասում խաղաղությունը ստորագրել է, դե չէ, ամեն ինչ արեցին, տվեցին, նու հա, դե ասում այս սահմանադրությունը փոխեն կստորագրի, բա որ ասում եմ կստորագրի։ Բա ասում եմ, բա որ դրանից հետո էլ ասի 200 միլիարդ դոլարի բան պետք է տաս ռեպարացիա, հեսա թուղթ բարաթով ապացուցել եմ քո այս գերիները Արցախյան այդ վերնախավը որ կար, քաղաքական, ռազմաքաղաքական, հիմքեր են տվել, ու տվել են 100%։ Հիմա կարող ասում ես խաղաղությունը 200 միլիարդ դոլարի հարցրել արի լուծենք։ Այսքան տարի իմ հողերը քանդել եք, իմ քաղաքները վերացրել եք։ Ինչ պետք է անենք։ Պետք է ասես 26% նետուր Զանգեզուրից, եթե դու գնացի այդ ամերիկյան տարբերակով։ Ինչ գիտես Տրամպից հետո մեկի հետ լավ չեն ընկերանա ամերիկյան վարչակազմում, գնան հենց Նյու Յորքի դատարանում էլ պետք է լինեն այդ բոլոր դատերը, ամերիկյան դատարանը պետք է որոշի բոլոր հարցերը կապված Զանգեզուրի միջանցքում, ասում եմ։ Ու կարող է գա այնտեղ ասի 200 միլիարդ դնեն, այս անեն, ասեն լավ հայր։ Դեկեք այս կոնտրակտը հիմա փոխհատուցման վիճակով տալիս ենք բանին, Ադրբեջանին։ Ինչ կարող եք անեք։ Մեկը մեր մոտ դրանից խոսացել է։ Չէ։ Ես լինեմ Ալիևի տեղը, ես նրան շատ լավ, նա շատ խելացի, խորա,
նա վերջի վերջով այն գիմոն ավարտած ամենայն այն կեղտոտ բաներին տիրապետում է։ Իօքուտ իրան, իր շահով ինքը պահում է իր երկրի։ Այսքան բան կա էլի, որն է ճիշտ է էլի, ու ինձ ասում եք դու ռսամետ ես, լսեք, ես ճիշտի կողմն եմ պահում էլի։ Այս րոպեին դուք տեսնում եք ադրբեջանցին ոնց իր քաղաքացիների համար այդ բանը գամը քաշեց Ռուսաստանի, որ անկարծ ոչ մի ավել բան չանեն էլի։ Անցած տարի տեսակ, որ բերեցին իրանց մոտ ռուս լրագրողներին, բանին, այդ այցիշնիկներին, ծեծ ու ջարդ արեց։ Այն մարդը իր քաղաքացու թասիբներ է պահում Ռուսաստանում։ Այսքան բան ասում է, տեսնում ես, մի հատ ադրբեջանցու խաթրին չեն կպնում։ Էսա կասեք բան է այնտեղ, որտեվ իր գազն է ծախում կամ նավթն է ծախում Ադրբեջանը։ Բա դու գիտեք ինչքան ադրբեջանցիք բիզնեսներ ունեն, միլիարդանոց Ռուսաստանում։ Չէ, սա մեր սխալ քաղաքականությունն է, Ալիևի ճիշտ քաղաքականությունն է։ Իսկ մենք քաղաքական մուտիլովկեքով ենք զբաղված։ Եվրոպան ասում է, ես ձեզ չեմ էլ կանչել, մենք գնում ենք Եվրոպա, էլի։ Այս նույնն է, որ Նաֆարից ասեմ հավաքվեք, հագնվեք, գնում ենք գցենք ումը տուն, օրինակում ասեմ, գնում ենք Գրզոյի տունը, հարուստ տունը, գնում ենք ընդ հյուր ղոնախ։ Գրզոն իսկի դռնիցը դեր չի թողի։ Օրինակ եմ բերում էլի։ Բայց ես ասեմ, չէ, եկեք, կնիկ երեխեք, եկեք, հավաքվում ենք, բան, մեր շնով, կատվով գնում ենք ընդ Գրզոյի մոտ ղոնախ։ Այս նույն վիճակն է, էլի, այդ մարդիկ մեզ ոչինչ չեն ասել։ Հա մեկից լսել ենք, որ Գրզոն ասել է, պետք է օրինակ սիրուն կոշիկներ հագնեք, էսը լինի, որ կարող է էսը ամեն ինչը, գցենք գալուց ինտուն պետք է բաբեջկով լնեք, գցենք սմոքինգ առնեք, էս էլ առել ամեն ինչ նստենք, բայց մարդ իսկի չի էլ ասել, էլի։ Մենք միտից լսել ենք, որ սենց օրենքներ կա, էլի։ Իրատուն հյուր գալուց։ Մենք այս վիճակն է։ Ու մենք այս էշությունները արինք, ռուսը չգիտեմ քեզ կան երկար նայեց, ասեցի բայ դե հիմա գնա մի հատ ռեֆերենդում արա, տեսնեմ դու вообще ժողովուրդը դուր ա ուզում։ Իմանամ ինչա ոնց է։ Ինձ էլ մեղադրում եք, տեսեք ինչ վիճակում ենք մենք։ Ինչ վիճակ է ընդհանրապես էլի։ Խայտարակ վիճակ։ Հիմա Էլենա բանն են տալիս այն անկլավը, անունը մտքիցս թռավ բանը, Տիգրանաշենը։ Հիմա են տայ, վայ Նիկոլը Տիգրանաշենը տալիս է։ Մեկը ասի, այ անասուններ, 23 թվից էր ասում, որ տալու եմ։ Այն գլխից է ասել, լրիվ տալու եմ։ Հիմա եք քնիցել էլ։ Գիտեմ ինչքան են սենց զբաղացնելու։ Էսա։ Ով է մեղավոր ամեն ինչում։ Ջհուդն է մեղավոր։ Վերջ, քթեք ջհուդի մասոնի վրա վալի տարեք ամեն ինչը։ Ոնց են մեկ էլ ասում, ռուս ջհուդական, թուրքա ջհուդական, ռուս ջհուդական դաշինքները, բանը այդ այն բանը շարունակվում է։ Ու ձեր ուղեղն էլ բան են անում, էլի լվանում են, թե ով է մեղավոր։ Հաջողություն։